Հեծը պետականացնելու վարչապետի հայտարարությունից ամիսներ են անցել, այս ընթացքում օրենքներ ընդունվեցին, ժամանակավոր կառավարիչ նշանակվեց եւ հիմա վարույթ կա նաեւ, ուզում եմ հարցնել կառավարության քաղաքական իշխանության քաղաքական դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ հեծը պետք է պետականացվի, թե կառավարիչ փոխելով հարցափակվեց իշխանության համար։ Կառավարիչ չի փոխվել, կառավարիչը ժամանակավոր կառավարիչ է եւ եթե տեսնենք հրապարակումները ժամանակավոր կառավարիչի կողմից եւ ոչ միայն կտեսնենք, որ այնտեղ բազմաթիվ խնդիրներ են արձանագրված, բայց քանի որ այդ խնդիրներին նաեւ քրեական, այսինքն դատա իրավական գնահատական տալու անհրաժեշտություն կա եւ գիտեմ, որ գործընկերները դիմել են նաեւ համապատասխան կառույցներին, զերծ կմնամ այդ խնդիրները մեկնաբանելուց, ուղղակի կուզեմ ասել, որ այն ենթադրությունները, որը կար պետության համար կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների կառավարման ոչ արդյունավետության մասով, առնվազն այդ ամենի մասով էսպային ուսումնասիրություններ կան եւ արդեն նաեւ նախնական արդյունքներ կան, որի մասով պիտի նորից ասեմ, ժամանակավոր կառավարիչը դիմել է համապատասխան ուրեմն մարմիններին։ Ազգայնացնելու հետ կապված սա շարունակում է մնալ ձեր օրակարգում, թե փոխել եք մտադրությունը եւ այն ինչ հիմա արվեց, այսինքն այն փոփոխությունները, որ տեղի ունեցան, բավարարում են ձեզ եւ այսպես կշարունակվի։ Փոփոխությունները մեզ չեն բավարարում, բայց ամբողջ ծավալով ուսումնասիրություն անցկացնելուց հետո նոր մենք կմեկնաբանենք հաջորդ մեր պատկերացումը այս մասով։ Այսինքն ազգայնացման հարցը հիմա ձեր օրակարգում կա, թե չկա, պարոն։ Ամբողջ ծավալով ուսումնասիրություն իրականացնելուց հետո այդ հարցին կպատասխանենք։ Այդ դեպքում ինչպես եք առանց ուսումնասիրության ասում, որ պետք է ազգայնացվի։ Մենք նախնական ուսումնասիրություններ ենք իրականացրել, որը ամբողջությամբ հարատվում է նաև այս բային իրականացվող ուսումնասիրությունների մեջ։ Այսինքն նախնական ուսումնասիրությամբ ասում եք պետք է ազգայնացվի։ Հարցի հասցեատերը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է։ Խնդրում եմ մի մեկնաբանեք, որ ես ասում եմ չի ազգայնացվի, ես ասում եմ, երբ որ հաջորդ քայլում մենք ձեզ ասելիք ունենանք, վստահաբար այդ ասելիքը կասենք այնպես, ինչպես նախորդ քայլում ենք ասել ձեզ։ Պարոն վերադառնալով վաղ շաբաթ խոշորացված։ Չէ, բայց ես նա թեթի հետ կապված հարցում եմ, եթե կարելի է շարունակենք։ Շնորհակալություն։ Նիկոլ Փաշինյանը բանի ԿՊ համագումարի ժամանակ կոնկրետ երկու սցենար նկարագրեց, թե ինչ պետք է լինի հեծի հետ։ Մեկ վարչապետի նկարագրած սցենարների մասով երկու սցենարներից որ սցենարով են գնում, դրա մասին լրացուցիչ կասենք անհրաժեշտ ուսումնասիրություն են ստեղծել։ Կա անկախ մարմնի կողմից եւ դուք արդեն գնում եք վարչապետի նկարագրած սցենարների Այն խնդիրները, որոնք արձանագրվել են, այդ խնդիրների հանգուցալուծումը պիտի լինի այդ սցենարներից մեկը եւ սրա մասին է եղել հեծի շուրջ ծավալվող ամբողջ իրադարձությունները։ Ոչ, մենք չենք որոշել, ես ասում եմ, մեր նախնական ուսումնասիրությունները առնվազն մեզ մտահոգում են եւ շատ ավելի են մտահոգում, քան նույնիսկ կարող ենք պատկերացնել նախնական փուլում, բայց քանի որ հեծի ժամանակավոր կառավարիչը այս հարցով դիմել է ուրեմն համապատասխան կառույցներին, ես զերծ կմնամ այդ ուսումնասիրությունների արդյունքները մեկնաբանելու